Հավատքի բանկի գրքույկը, Չարլզ Սպերջեն, օր փետրվարի 7։ Եթե ամենակարողին դառնաս կշինվես, եթե անօրենությունը հեռացնես քո վրանիցը, Հոբ 22-23 խոսք։ Եղիփազը այս հատվածում շատ մեծ ճշմարտություն ասաց, որը Սուրբ գրքի բազմաթիվ ոգեշնչված հատվածների համառոտ տարբերակն է։ Թանկագին բարեկամ, միթե մեղքը քեզ չի կործանել, միթե դու ավերակի չես նմանվել, միթե Տիրոջ ձեռքը քո դեմ չի դարձել, թողնելով քեզ նյութապես աղքատ և հոգևորապես կոտրված, միթե քո սեփական հիմարությունը չէ հասցրել քեզ այս ավերակին, ապա առաջին բանը, որ դուք պետք է անեք, Տիրոջ մոտ վերադառնալն է, խորը զղջումով և անկեղծ հավատքով գտեք ձեր հավատուրացությունից վերադառնալու միջոցը, սա ձեր պարտականությունն է, քանի որ դուք հեռացել եք նրանից, ում պնդում էիք, որ ծառայում եք, սա ձեր իմաստությունն է, քանի որ դուք չեք կարող պայքարել նրա դեմ և բարգավաճել, սա ձեր անհապաղ կարիքն է, քանի որ այն, ինչ նա արել է, ոչինչ է այն բանի համեմատ, ինչ նա կարող է անել պատժելու համար, քանի որ նա ամենակարողն է պատժելու համար։ Տեսեք, թե ինչ է պարունակում այս խոստումը ձեզ համար. դուք կշինվեք։ Ոչ ոք բացի ամենակարողից չի կարող բարձրացնել անկացությունները և վերականգնել ձեր վիճակի խարխուլ պատերը, բայց նա կարող է և կանի դա, եթե դուք վերադառնաք նրա մոտ։ Մի հապաղեք։ Ձեր ընկճված միտքը կարող է ձեզ հուսահատեցնել, եթե շարունակեք ապստամբել, բայց անկեղծ խոստովանությունը կհանգստացնի ձեր հոգին, իսկ խոնարհ հավատքը կմխիթարի ձեզ։ Սա արեք, և ամեն ինչ լավ կլինի։